Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եսեք եք մեկ տարին համարում եք, որ բավարար ժամանակ չէ, գուցե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու փոխոցային պայքարներ ասել։ Նայեք, մենք երբեք չենք ասել, որ Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու միակ ընդունելի գործիքը ընտրություններն են։ Երբեք չենք ասել։ Մենք ասել ենք բոլոր հնարավոր միջոցները, ընտրություններ եւ փողոցային պայքար։ Ճիշտ է, դրանց համադրումն է։ Չի ստացվում տենց։ Ով ասի։ Այսինքն հնարավոր է առաջիկայում գործընթացներ Հնարավոր է։ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություն Նիկոլ Փաշինյանի հետ ոչ ոք ընտրություն չի լինում, եթե լինում է երկրում ընտրություններ, հուսահատությունը որոշում է մասնակցի թե չէ։ Դա Նիկոլ Փաշինյանի հետ ընտրություններ գնալ չի։ Դա Նիկոլ Փաշինյանի դեմ ընտրությունների գնալ։ Ինքը շարունակում է ղեկավարել, այս դեպքում արդյոք օբյեկտիվ ընտրություններ պետք է լինեն։ Թափանցիկ ընտրություններ պետք է լինեն, խախտումներ չեն լինի, եթե Փաշինյանն է։ Եվ որպեսզի խախտումների հավանականությունը ավելի փոքր լինի, ընդդիմությունը խորհրդարանական պետք է ունենա մասնակցություն, ներկայացվածություն ընտրական հանձնաժողովներում։ Կարծում եմ շատերին դա դուր չի գալիս։ Պարոն Խաչատյան եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը այս իր տևական գրառումներից հետո վեհափարի եւ նրա ինչպես ինքն է պնդում այդ կուսակցության խախտման թեմայով, այսօր արդեն արձանագրում է, որ գրեց արձագանք չեղավ, այսօր արդեն գրեց, որ փաստորեն վեհափարը պնդեց, որ զավակ ունի, խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է ազատի վեհարանը։ Երբ վեհափարը նման բան պնդը։ Նիկոլ Փաշինյանն այսօր այդպիսի պնդում արեց, վեհապարից արձագանք չկա։ Ոչ է արել իր գրառումների եզրափակիչ մասը։ Ասկան վեհապարը պետք է Նիկոլ Փաշինյանի ամեն ինչին հերթի կամ ասած։ Չէ, ես չեմ հարցրել, պարոն Խաչատյան, հարցս Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն եզրահանգեց, որ վեհապարը խախտել է կուսակրոնության ուխտը, զավակ ունի, ես Նիկոլ Փաշինյանն եմ ցիտում, եւ պետք է ազատի վեհարանը։ Եվ դիմում է քրիստոնեական առաքելական եկեղեցու հետևորդներին եւ այլն, ասում է, որ այս հարցով փաստորեն բոլորը պետք է շահագրգիռ լինեն եւ նպաստեն այդ process-ին, որ կաթողիկոսը հեռանա։ Ես ուզում եմ ձեր գնահատականը նախ ի վերջո ինչ հարց է լուծում հիմա Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է կարծում ինչ կանի հիմա արդեն պնդում է որ զավակ ունի դուք օրինակ հնարավոր համարում եք որ չգիտեմ ակցիաների կոչանի կամ ինչ մեխանիզմների եւ մեթոդների կդիմի արդեն վեհապարի վեհարանից դուրս Ես անելու բոլոր որևէ ստորություն չեմ բացառում հիշեցնեմ որ դեռ 18 թվականին նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը փորձարել ներխուժել վեհարան, վեհապարի մեքենայի իշխանություններ փորձել կանգնացնել։ Այս իշխանությունները անցյալ տարի արդեն իշխանությունները ուղղակիորեն փորձեցին արգելել վեհապարի մուտքը Սարդարապատի ուշահամալիր, այնպես որ որևէ ստորություն չեն բացառում։ Մյուսը խորքային է, ինչի հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշեց ամսի 30-ին թե 31-ին մայիսի հարցակում սանձազերծել առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որովհետև առաքելական Սուրբ եկեղեցին Շվեյցարիայի բողոքական եկեղեցու հետ համատեղ խորհրդաժողով էր կազմակերպել, որտեղ արծարծվել էր արցախցիների վերադարձի իրավունքի հարցը եւ Արցախում հայկական, քրիստոնեական, մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման հարցերը։ Իսկ դրանից ավելի շուտ հունվարի 7-ին Ալիևը ասել էր կամ Հայաստանի իշխանությունները հայկական ֆաշիզմի դեմ պետքա պայքարեն, հայկական ռևանշիզմի դեմ կամ ես Հայաստանի դեմ կպայքարեմ։ Հասկանալի է, իսկ ինչ լուծում եք առաջարկում, որովհետև մենք միշտ խոսում ենք թե ինչից սկսվեց, բայց չենք Նիկոլ Փաշինյանին ուղարկել տուն ինչքան շուտ այնքան լավ։ Պարոն Խաչատյան, այսինքն դուք կարծում եք, որ կարող է ակցիաներ եւ Չեմ բացառում։ Խուլիգանական ակցիաներ չեմ բացառում։